Ձեզ քաղաքական մեծամասնությանը ձայն է տվել ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդամենը 29%-ը։ Նաև հիշեք, որ տեղի է ունեցել ժողովրդավարական հասարակությունների համար հանցավոր մի իրողություն, խլվել, իսկ ավելի շուտ գողացվել է 60,000 ընտրողների սահմանադրությամբ երաշխավորված ընտրության իրավունքը։ Ոչնչացվել է ազատ կամ արտահայտության սկզբունքը, ինչը լեգիտիմության մեծագույն հարցական է դնում թե խորհրդարանի եւ թե պետական ողջ համակարգի վրա։ Ակնհայտորեն ընտրությունները տեղի են ունեցել առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի, Թևանյանի եւ ուրիշների կալանավորման, քրեական հետապնդումների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հալածանքների, թիրախավորման եւ համատարած վախի մթնոլորտում։ Ընդամենը 3 այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ վենդետայի այսպես անոնսը տվեցիք եւ այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Իդեպ, հանրային բևեռացման քաղաքական հետապնդումների, ատելության խոսքի, բռնության մթնոլորտի բարձր աստիճանը արձանագրվել են նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից։